Ազգային ժողովի դիմաց դարձյալ անհետ կորած զինծառայողների հարազատներն են հավաքվել ու դարձյալ դժգոհել, որ որոնողական աշխատանքները տեղից չեն շարժվում։ Չէ, չունեմ, սպասելիք չունեմ, հիմա այդ հանձնաժողովի անդամ եմ եղել, այդ միջգերատեսչականի, տեսել եմ, որ ոչ մի բան չկա, մենակ սոցիալական հարցեր է լուծվում, ուրիշ հարց չի լուծվում։ Սա էլ տեղից չի շարժում, այս հանքնիչ հանձնաժողովի անդամ էլ պետք է լինեի, անունս հենց այն սկզբանե ծնողների անով որոշված էր, որ ես պետք է լինեի տեղ, բայց եկավ առաջին նիստը եղավ, ես კი խաբարել չելա, որովհետև նիստ անելու, արանքում ակուրատնի սիրուն գեղեցիկ ձևով ֆուկ արին, որտեվ գիտեին, ես չեմ լռելու, ես խոսալու եմ, ես պահանջելու եմ, կային երկու հոգի կային, իրանք էլ երկու նիստ գնացել են, երկու նիստ հետո էլ չեն գնացել ու վերջի հանդիպումը որ ստեղ եղավ, որ Անդրանիկ Քոչարյանը եկավ մոտեցավ պատասխանները տվեց, հարց տվեց հենց Անդրանիկ Քոչարյանը ինչի չեք գալի նիստեին, մեր ծնողներից մեկը պարզ հստակ պատասխանեց գայինք ինչ անեն, գայինք կապիկությունները ձեր նային։ Այսօրվա այս ակցիան, սա ոչ թե ինչ որ բանա, որ ասում է խոսքեր, բառերա, որ դրա հիման վրա էլ տենց բավարարվենք մնաք, չէ, մենք այսօր ուզում ենք վաղվա ապագան տեսնենք ինչա մեզ սպասվում։ Այսօր ինչ խոսում է Ալիևը, նույն խոսուտը օգտագործում են սրանք։ Դա մեր արժանապատվության, մեր հայ լինելու, մեր հայ ապրելու, կրոնական պատկանելիության առաջին վտանգն է։ Ուրեմն դուք մեր ներքին թշնամի համար մեկ հենց դուք եք։ Դրա համար մեկ պահանջատեր ենք, սպասում ենք, պահանջելու եք, դուրս եկեք։ Անդրանիկ Քոչարյան դոշ է իր խփում։ Առավոտի ցիրիկուն համբերեք, անհետ կորածներին ասում եք համբերեք, այս բանը ձևակերպումը դրա համար է, որ ժամանակի ընթացքում պարզաբանեք, զոհվածների ծնողներին ասում եք համբերեք, Արցախը կորցրած, տունս հայրենիքս կորցրած եկած տեղ ասում եք համբերեք, համբերությունն էլ կա ժամանակ, այդ ժամանակն էլ լրացրել է, հիմի այսօրվա պարագայում ամեն մեկը պարտավոր եք, նորից եմ ասում, ծառայում եք ժողովրդին, ուրեմն պարտավոր եք, իշխանության եք վազել գնացել աթոռներ զբաղեցնելու, ուրեմն պարտավոր եք։